Երստեղ ֆիզիկապես դրսից նայելով մեր գյուղը ոնց որ քաղաք է, հա, իրանց Սևաբերդի հետ որ համեմատենք, բայց մարդիկ նույնն են անում։ Մարդիկ նույնն են։ Իսկ ձեր ու բանի ջանգիրի մեջ տարբերություն զգացիք։ Այ ոնց բնորոշիչ բառը գտա։ Ջանգիրը նպատակասլաց է, նպատակն է։ Ես ձեզնից քչերի մեջ եմ։ Ձեզ ընդորում ձեզ միշտ ասել, հա, միշտ ասել եմ այդ նպատակը անպայման ընտրեք։ Կարևոր չի դասատու կրվեք, թե միտրական, թե անասուկ, բայց մի հատ նպատակ ընտրեք ու կամաց, փոքր քայլերով գնացեք հասեք դրան։ Այդ ջանգիրը իր նպատակը դրել է, ես չգիտեմ, ջանգիրը հիմա հասել է այդ նպատակին թե չէ, անցել է քանի տարի, ահագին տարիներ է անցել, հա, չգիտեմ, ջանգիրը հասել է այդ նպատակին թե չէ, բայց ջանգիրը ուզեցել է հասնել, դուք ունեք այդ նպատակը, ձևակերպել եք ինքներդ ձեր համար, եթե ինքներդ ձեր համար ձևակերպել եք, ուրեմն այդ ճանապարհը շատ ավելի հեշտ կլինի։ Սենց կընկնեք խարխափումների մեջ, չգիտեք, ուր գնաք, ինչ անեք, ոնց անեք, որն է ձեզ լավ, որն է վատ, հա, բայց հիմիկվանից արդեն պիտի այդ ընտրացնեիք։ Գիտեմ, երևի մի քիչ մենք ձեզ այդ մասնագիտություններին չենք ծանոթացրել, այդ ցանկը չենք ներկայացրել, չգիտեք որտեղ ինչ կա, ով ինչ հնարավորություն ունի, ինչ կարա դառնա, բայց ամեն դեպքում ահագին բան ձեզ տվել ենք, բայց այդ պակասը զգացի։ Միշտ եմ ձեզ ասում, այդ ձեր նպատակը, փոքրիկ նպատակը ձևակերպեք, կարևոր չի, մի անգամից ամենավերևին է, հա, ձեր համար փոքր աճելով կհասնեք այն վերևին։ Իսկ թվում է այդ ֆիլմի խորհուրդներից մեկը նաև այդ նպատակասլացությունն է, որ ամեն մեկը ջանգիրի նման պիտի ունենա այդ, մի հատ հեր ու մի հատ բան պիտի ունենա, որը միշտ փորձի հասնի, փորձենք մենք ենք, հա,